Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ինչ ասում։ Հիմա ասում է, չէ՞, այս 2019 թվի այդ հունիսի կամ ապրիլի պլանները իմ բանակցածը չի։ Լսել եք, չէ՞ այդ բանը։ Ես չեմ բանակցել տենց բան։ Հիմա ես իրանց ստիպված պիտի բացատրեմ, որ ինքը հենց այդ է բանակցել, երբ որ ինքը դիմել է բաներին, Մինսկի խմբի համանախագահներին, խնդրելով ճշգրտել իրանց դիրքորոշումը դիտավորյալ անորոշ թողնված կետերի նկատմամբ։ Այդ մարդիկ, ոնց որ ասում են seasoned diplomat, լսել եք տենց արտասում, փորձառու դիպլոմատները աշխարհի ամեն ինչ տեսած, ասել բան չեն տեսել։ Իրանք հասկացան, որ գործ ունեն մի մարդու հետ, որի հետ պետք է խոսել մի քիչ ավելի պրիմիտիվ լեզվով։ Պրիմիտիվ, որ իր համար հասկանալի լեզվով։ Այդ աբստրակցիայի մակարդակը Նիկոլ Փաշինյանը չունի, իրան չես կարող բացատրես, այդ ինչ է, այդ անմեկնաբանելի բանը, դրույթները եւ այլն եւ այլն։ Եվ ուրեմն որոշեցին պրիմիտիվացնել այն մակարդակի, որ Փաշինյանը հասկանա։ Այդտեղ ծնվել է 2019 թվի պլանը, որի հարց հետևյալն է, այդ բոլոր բաները, անորոշությունները դիտավորել հանում ենք, բարձեցնում ենք։ Ասում ենք հետևյալը, ուրեմն 5 շրջանը հիմա ես վերադարձնում։ Իսկ Քելբաջարը եւ Լաչինի ոչ միջանցքային մասը վերադարձնում ես այն ժամանակ, երբ որ փոխընդունելի համաձայնություն ձեռք կբերվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ։ Ասեմ ձեզ, սա ինչ որ առումով ավելի ընդունելի պլան էր, իրականում շատ նպաստավոր պլան էր։ Դրա իդեան որն է։ Իհարկե, իբր թե դու ասում ես, հա, 7 շարժանից պիտի դուրս գամ, հա, այդ տարբեր էտապների, բայց իրականությունը հետևյալն է, եթե դու այս պլանը իրականացնում ես, կատարվում էր հետևյալը, 5 շրջանից դուրս ես գալի, Լեռնային Ղարաբաղը, Քելբաջարը եւ Լաչինը մնում են հայկական վերահսկողության ներքո, որից հետո, չգիտեմ, սերունդներ կարող են բանակցել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ վերջնական, եւ Ադրբեջանը ունենալու էր հետեւյալ երկընտրանքը։ Կամ ինքը պիտի հաշտվեր այդ իրավիճակի հետ, որ Քելբաջարը ու Լաչինի են միջանցքից դուրս մասը մնում է հայկական վերահսկողության հետ, կամ եթե չէր ուզում հաշտվեր դրա հետ, պիտի գնար շատ լուրջ զիջումների Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ Այսինքն համաձայնվեր ինչ-որ բաների հետ, որ հայերին նպաստավոր են։ Այս երկընտրանքի առաջ էր միջազգային հանրությունը դնում Իլհամ Ալիևին։ Եվ Իլհամ Ալիևի համար սա ընդունելի տարբերակ էր, որովհետև Իրան հեշտ էր ծախել այդ տարբերակը Ադրբեջանի ժողովրդի վրա։ Ինք ասել տեսեք 5 շրջան արդեն առանց որևէ պատրոնի կրակելու ստացել եմ, մնացածն էլ պարտավոր են տան, հիմա պիտի բանակցենք Լեռնային Ղարաբաղի բանի շուրջ։ Եվ իսկապես պիտի գնար ինչ որ շատ լուրջ զիջումների Լեռնային Ղարաբաղի։ Ալիևը դա հայտարարել է, թե դուք եք այդպես կռավում։ Ես ինչ որ ասում եմ, դուք հանգիստ կարող եք գտնել, ես ձեզ կտամ լինքը, 2021 թվի հունվարի 14-ին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական սայթում հրապարակված մի մեկնաբանության վրա, որը անում է Ռուսաստանի ներկայացուցիչը Յուրի Պապովը, բանի Մինսկի խմբի համանախագահներից մեկը, Յուրի Պապով։ Իգեր։ Կարծեմ Յուրի։ Հա։ Հələ մած թուգի, ինձ թվում է Յուրի Պապովը։ Եվ դա ինչ է, դա ասում եմ ձեզ պաշտոնական մեկնաբանություն է, որ միջև հիմա դրված է ռուսական բանի այդ արտգործնախարարության սայթում, որտեղ ինքը բացահայտ տալիս է այս պլանի որոշ դետալներ, ինչը ես ձեզ ներկայացրեցի, գումարած ասում է, որ միջև 2018 թիվը եւ Երևանը եւ Բաքուն պատրաստ էին եւ համաձայն էին գնալ այս ճանապարհով, ինչը փոխվեց Հայաստանում նոր իշխանության գալով։ Այսինքն դա մի հատ վկայություն է, որը չի կարող սուտ լինել, որովհետև եթե դա սուտ լիներ, դա կհերքվեր առնվազն Ֆրանսիայի ու Ամերիկայի ներկայացուցիչների կողմից, որտեղ այդ առաջարկը եղել է եռակողմ առաջարկ։
Եվ այդ պատասխանները գնացել են 3 կողմերին։ Եվ Ամերիկային, եւ Ֆրանսիային, եւ Ռուսաստանին։ Հա։ Սա էլ ուրեմն այդ ինչ ասեմ, նրա բլեֆերից մեկն է, որը իրականում հիմա ամենաճակատագրական բլեֆն է մեր համար, որովհետեւ մենք պետք է աստրենք։ Հիմա ինչ ասում Նիկոլ Փաշինյանը։ Եկեք հələ վիճեք հետս չէ՞ տես։ Չգիտեմ ինչ կանեմ, կշպրտեմ, այն կանեմ, այս կանեմ։ Վերջը իրանց այդ դոգական բառապաշարով տենց խոսում է։ Ասում է եկեք վիճենք։ Հիմա Տեր Պետրոսյանը ասում է իր պատասխանը գիտեք, ասում է ախպեր ջան, արի վիճենք, բայց մի հատ փաստաթղթերը հրապարակենք, հետո վիճենք։ Ուրեմն երբ որ մենք ուզում ենք հասկանանք, թե այս մեր մեծ օրակարգը, հայկական օրակարգը, գյոզալ օրակարգը, որը մենք հետապնդում ենք եք հասանք մեծ հաջողությունների, ինչի տապալվեց մեր ազգի համար, ինչ ասեմ, ճակատագրական անհրաժեշտությունն է, որ այդ պլանները հրապարակվեն Նիկոլ Փաշինյանի կողմից, ընդ որում բոլոր պլանները, որոնց մասին մենք խոսեցինք նոր, եւ հրապարակվեն հայկական դիվանագիտության պատասխանները։ Գիտեք ինչի չի անում Նիկոլ Փաշինյանը, այդքան ինչի գնում, ասում է գույքագրում ենք, չգիտեմ, կոնդիցիոներից անում ենք, ինչ որ թղթեր, բաներ եւ այլն, որ մի հատ հավաքենք, փորձենք, բանանենք, հրապարակենք եւ այլն եւ այլն։ Գիտեք ինչի չի անում։ Եթե ինքը դա հրապարակի, պարզվելու է, որ ազգակործան պատուհաս արտահայտությունը մեղմասացություն էր, որտեղ պարզվելու է, որ այդ պահին մենք գործ ենք ունեցել երկրի ղեկին կանգնած մի անմեղսունակ մի էակի հետ, որը առանց հասկանալու ինչ է կատարվում, ինչ է նշանակում այդ փաստաթղթերի ձևակերպումները, դա մեզ ուրա տանելու, առանց այդ ամեն ինչը հասկանալու, այդ ամեն ինչը մերժել է, հերիք չի։ Երկրորդը թաքցրել է այդ իրողությունը մեր ժողովրդից։ Այսինքն սուտ ասել, ասել չկա դες փաստաթղթ։ Լավրով ասում կա, ինքը ասում չկա։ Ուրեմն ուզում եք մի հատ էլ բան ասեմ, բացահայտում անեմ, իմացեք։ Կուսակցությունների հետ այդ բանի ժամանակ, հանդիպման ժամանակ, այն պատերազմի ժամանակ, կուսակցություններից մեկը հարցնում է, դե ասենք ինքը ներկայացնում է, որ այդ պետք է մենք ընդունենք այդ հիմնական սկզբունքները, պատերազմը կկանգնի, բայց ես Լավրովի պլանն այսպես կոչված, դրանով դրել էր Լավրովի պլան։ Բայց ես ոնց ընդունեմ, բան, սենց ընենց եւ այլն։ Կուսակցություններից մեկը հարցնում ասում է. «Պարոն Փաշինյան, բայց միգուցե մանրամասները ասեք այդ Լավրովի պլանի։ Կարող անես բանա, որ կարելի է ընդունել, գոնե mēs խայտարակ պարտություն չունենանք»։ Գիտեք ինչ է ասում, ինչ է պատասխանում Փաշինյանը, այդ կուսակցությունների այդ իր գաղտնի հավաքին հավաքած։ Ասում է. «Ես հայացք նետելով այդ փաստաթղթի վրա ու տեսնելով, որ այնտեղ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծումը չկա, էլ չեմ էլ նայել մնացած մանրամասների վրա։ Այդ մանրամասները ինձ համար գոյություն չունեն։ Չեմ էլ կարող ձեզ պատմել»։ Այս անմեղսունակն է։ Այս անմեղսունակն է եւ ես ուզում եմ մոտենալ ավարտին եւ ասել հետեւյալը։ Գիտեք, ես քանի որ ավարտել եմ մոտենում, ես ավարտեմ, հետո հարցերը բան կան, կտակ։ Ուրեմն սա կարծում եմ ես մեր քննարկումների առաջին քննարկումների բանը թեման պիտի լիներ, որ մենք հասկանայինք ինչ եղավ մեր փայլուն օրակարգի հետ։ Մենք ունեցել ենք ազգային օրակարգ, որը եղել է մեր ինքնաբուխ օրակարգը, որը թելադրված չի եղել որևէ երկրի կողմից։ Ոնց որ հիմա սիրում են ասել կայսրությունների օրակարգ, բանը չէ, դա եղել է մեր օրակարգը։ Այդ օրակարգը ոնց էս գնաց փոշիացավ։ Փոշիացավ, ես ցույց տվեցի ձեզ մեր 90-ական թվականներին առավելապաշտների պատճառով, հետագա արդեն Նիկոլի ժամանակ իր բացառիկ անմեղսունակության պատճառով։ Անմեղսունակը։ Չէ, անմեղսունակը ավելի ծանր բանական չհասկացողը։ Չհասկանալը կարող է մի քիչ բանը մտավոր
մտավոր կարողությունները մի քիչ կարող է ցածր լինեն, միջով բանը չհասկանաս։ Հիմա մարդ կա, որ չի կարող օրինակ մատանալիս հասկանա, հասկացանք, նորմալ է, դրանով չի դադարում լինել, ասենք, ինչ որ պակասավոր, չի դառնում պակասավոր մարդ։ Անմեղսունակը ուրիշ բան է։ Այդ երբ որ ամենաէլեմենտար բաները չես հասկանում։ Ամենատարրական բաները չես հասկանում։ Այն որ ցանկացած մարդ, հա՞։ Ձեր ասածը տգետն է։ Անմեղսունակ ես հասկանում, որ ինքը Դե լավ, եկեք ասած լեզվաբանական բաների շուրջ հիմա չվիճենք։ Ես ուղղակի ամփոփեմ, ասած հետո պատասխանեմ ձեր հարցերին։ Ուրեմն մենք սկսում ենք այս բանը, ես կարծում եմ նորից եմ պնդում, մենք պետք է ձևավորենք նոր հայկական օրակարգ։ Այսօր մենք ունենք բզկտված ազգ։ Այսօր ունենք երկու հատ ճամբար, մի հատ փաշինյանական ճամբար, մի հատ քոչարյանական ճամբար, որոնք ինչպես տեսնում եք զբաղված են իրար քրքրելով ամենավերջին փողոցային լեզվով։ Եվ ես չեմ կարծում, որ այս ազգը որևէ օգուտ կարող է քաղել իրանց պարլամենտական դեբատներից, որովհետև երկուսն էլ չունեն ոչ մի օրակարգ։ Իրականում երկուսի օրակարգն էլ միգուցե թելադրված են նորից դրսից։ Եվ հետևաբար համար մեկ խնդիրը մեր ազգի համար դառնում է նոր հայկական օրակարգի ձևավորումը, եւ ես բոլորիդ, այդ թվում բոլոր նրանց, որ լսում են մեզ ուղիղ եթերով, կոչ եմ անում, եթե ասելիք ունեք այդ բուն հայկական օրակարգի ձևավորման վերաբերյալ, եկեք ներկայացրեք ձեր ասելիքը եւ մենք սա կդարձնենք պարբերական, որովհետեւ իհարկե մենք ունենք արդեն մեր պատկերացումները այդ օրակարգի մասին, մենք մշակել ենք դա։ Հիմա չեմ ուզում դրա մասին խոսել։ Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի դա լինի ինչ որ լինեն ավելի լայն ներդրումներ մեր հանրության կողմից, մեր հասարակության կողմից, մեր քաղաքական ուժերի կողմից։ Մենք պատրաստ ենք ընդունել անգամ այն մարդկանց, որոնց հետ ունենք ծայրահեղ հակասություններ, եթե նախորդ բարձենք մեր համար գոնե, որ մի քիչ խելքին մոտ ինչ որ բան են ասելու մեր այդ նոր հայկական օրակարգի ձևավորման համար։ Եվ թող գան այստեղ խոսեն, այսպիսի քննարկումներ լինեն, մենք էլ իրancs հետ խոսենք եւ հուսով եմ, որ այդ կարևոր ու ամենակարևոր գործը մեր ազգի համար մենք կանենք նոր օրակարգով, որը կախված չի ոչ մի օտարածին ազդեցությունից, մենք նորից կձևավորվենք որպես սեփական ինքնությունը հասկացող, սեփական ռազմավարությունը հասկացող ազգ։ Շնորհակալ եմ ձեզ այս ուշադրության համար, ինչքան տևեց իդեպ այս բանը։ 2 ժամ։ Հիմա ես կպատասխանեմ ձեր հարցերին, եթե այդ համբերությունը ունեք։